Նախընտրական կաշառք, թե օրինական բարեգործություն։ Որքան մոտենում են համապետական ընտրությունները, իշխանությունները ավելի շռայլ են դառնում իրենց նախընտրական խոստումներում։ Ապրիլի 1-ից որոշել են բարձրացնել կենսաթոշակները, պահպանում են նաև հետվճարները։ Կենսաթոշակների մասով որոշել են 80 միլիարդ գումար սահմանել պետբյուջեում, իսկ հետվճարների մասով ընդամենը 20 միլիարդ։ Բայց եթե 502,000 կենսաթոշակ առուն հոպիտ բացբապատկենք մոտավորապես 10,000-ով, դա արդեն անցնում է 50 միլիարդ։ Ինչ վերաբերվում է առողջապահության պարտադիր ապահովագրմանը, ապա եթե մեր կենսաթոշակառուները որոշեն այս տարվա ընթացքում սպառեն իրենց փաթեթը ոչ թե 4 միլիոն դրամի չափով, այլ ընդունեն 2 միլիոն դրամի չափով, ապա մոտավորապես 1 տրիլիոն դրամ էլ կազմում է դա։ Նշանակում է մինչև ընտրությունների օրը հունիսի 7-ը իշխանությունները իրենց խոստումներով եւ կատարած սոցիալական ռեֆորմներով կսպառեն ողջ տարվա բյուջեն։